Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավելի քան 1 ժամ տևած նիստից հետո կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից պարզ դարձավ. Ալեն Սիմոնյանը 9-րդ գումարման ազգային ժողովում չի զբաղեցնի նախագահի պաշտոնը։ Հարգելի լրագրողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ քննարկման եւ փակ գաղտնի քվեարկության արդյունքում ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։ Այս հայտարարությունից հետո ԿՓ կենտրոնական գրասենյակից Հասմիկ Հակոբյանի հետ դուրս եկավ Ալեն Սիմոնյանն ու արագորեն հեռացավ, չպատասխանելով որևէ հարցի։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնին հավակնում էին գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ԿՓ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Թե ԿՓ 20 հոգանոց վարչության քվեները ինչպես են բաշխվել, կուսակցությունը չի բացահայտում։ Ցույցները կարևոր չի։ Այնուհանդերձ Ռուբեն Ռուբինյանն ակնարկեց, որ Ալեն Սիմոնյանին ներկուսակցական պայքարում հաղթել է 10-ից ավելի քվե ստանալով։ Կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը շատ լավ ազգային ժողովի նախագահ է եղել։ Ի տարբերություն Ռուբինյանի, Ալեն Սիմոնյանին ուղված դրական խոսքերի Սիմոնյանը երեկ չշտապեց գործընկերոջը շնորհավորել առաջիկայում իր պաշտոնը ստանձնելու հարցում։ Ալեն Սիմոնյանը միայն այսօր Facebook-յան գրառմամբ անդրադարձավ թեմային։ Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության կողմից ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը հանուն Հայաստանի Հանրապետության։ Իսկ ինչով է զբաղվելու Ալեն Սիմոնյանը, մամուլում տեղեկություններ կան, որ նա զբաղեցնելու է Հայաստանի նախագահի պաշտոնը։ Սիմոնյանն առայժմ այս թեման չի մեկնաբանել, սակայն այս տարվա մարտի 3-ին տեղի ունեցած ճեպազրույցում պատասխանելով Factor TV-ի հարցին նշել էր, որ ցանկանում է շարունակել զբաղեցնել ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Իմ գործունեությունը որևիցե ձևով չի բերել այն պահին, այն մասին, որտեղ որ ես պետքա այլ բանով զբաղվեմ։ Իհարկե նախընտրում եմ խորհրդարանը, նախընտրում եմ մնալ նույն տեղում եւ կարծում եմ, որ դա տրամաբանական է, որովհետեւ չգիտեմ, կարող է շատ հարցերում իրար հետ համաձայն չենք, բայց կարծում եմ որևիցե մեկի մոտ կասկած չկա, որ որպես ազգային ժողովի նախագահ ես իմ գործը այնուամենայնիվ հաջողել եմ։ Ալեն Սիմոնյանը նաև շեշտել էր, որ վերջնական որոշումը թե ինչ կարգավիճակ կունենա վարչապետինն ու վարչությանն է։ Եթե իմ կուսակցությունը որոշի, որ ես շարքային падգամավոր եմ լինելու, բնական է ես կդառնամ շարքային падգամավոր։